Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ ՀՅԴ անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Վարդանյան երեկ մեկնարկեց եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում, սակայն գիտենք, որ ամենայն հայոց վեհապարը չկարողացավ մասնակցել Ավստրիայում այս եպիսկոպոսաց ժողովին, որովհետև իրավապահ համակարգը որոշել է արգելել կաթողիկոսի ելքը Հայաստանից, նաև 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ելքն են Հայաստանից արգելել։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի այդ մտահոգությունը կարողացան իրավապահները որոշակի առումով կյանքի կոչել, թե եպիսկոպոսաց ժողովի կյանքի կոչվելը խափանումն է Նիկոլ Փաշինյանի դրա հետ կապված ծրագրերի։ Բարի երեկո, իսկապես շնորհակալ եմ հնարավորության համար եւ քանի որ 5-րդ ալիքը այն ալիքն է, որը հատկապես դիտում են մեր քաղբանտարկյալները, ովքեր հիմա տասնյակներով տարբեր աստիճանի զրկանքներ են կրում, կալանավորումների տարբեր աստիճանների խստացումների տակ են, մենախ այս եթերից ողջունենք ապօրինի կալանավորված սրբազաններին, բարերարներին, կուսակցությունների ղեկավարներին, խմբակցության падգամավորներին, մյուս բոլոր քաղաքացիներին, նաեւ տնային կրող ապօրինի քաղաքացիներին, էլի սրբազան հայրերին, որովհետև սա մեր հասարակության մեջ արկա խնդիրների արտացոլումն է այսքան քաղբանտարկյալ ունենալը։ Սա ամենավառ կերպով դրսևորում է իշխանության արժեհամակարգը, վախերը եւ գործելավոճը։ Սա մենք միշտ պիտի հիշենք։ Գալով արդեն եկեղեցուն դեմ իրականացվող արշավին, եկեք իրերը իսկապես իրենց անուններով կոչենք։ Իրավապահ համակարգը չի, որ արգելել է կաթողիկոսին մեկնել երկրից, դրանից առաջ էլ 6 բարձրաստիճան նաեւ այդ թվում նաեւ հոգեվորականների Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ SMS-ով, զանգով թե մեյլով, բայց ուղիղ հրահանգավորմամբ արդեն երևի SMS-ել են ալարում գրել, իրականում իր ճեպազրույցներում եւ հարցազրույցներում ուղիղ հրահանգավորումը ասում է եւ դա հաջորդ օրը մենք տեսնում ենք։ Ես բնականաբար վստահ եմ, որ ցանկացած ժողով, որին կաթողիկոսը վեհապարը անձամբ չի մասնակցում, տուժում է այդ ժողովը։ Բայց այստեղ խնդիրը ժողովը տեխնիկապես եղավ, թե տեխնիկապես չեղավը չի։ Խնդիրը այն է, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Եկեք մի հատ պատկերը ճիշտ հասկանանք, էլի։ Հիշում եք վեհապարին ինչու էին մեղադրում պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես տարբեր հանցանքներ, հարկեր թաքցնել, գումարներ թաքցնել, ի վերջո մեղադրում էին տարբեր օրինազանցությունների մեջ։ Վերջը ինչ քրեական գործով իրեն արգելեցին երկրից դուրս գալ։ Արգելեցին երկրից դուրս գալ մի թեմի առաջնորդի, այլևս թեմի առաջնորդ չլինելու որոշման կայացման համար։ Որոշ շատեր ասում են հակասահմանադրական որոշման է այդ որոշումը հիմա կգանք հակաս, բայց հասկանում եք, որ այս մեղադրանքները եկեղեցու նկատմամբ ինչքան սին են, ինչքան անպատասխանատու են, այսինքն եկեղեցու չէ, բոլորի նկատմամբ իշխանությունը պահի նպատակարարությունից ելնելով ամենախայտառակ մեղադրանքները հնչեցնում է, ուղղակի որ քարոզչական էֆեկտը ստանա, հետո գործերը կարվում են, դե որտեվ գործ կարելու համար ինչ որ իրավական հիմք է, չէ՞ պետք։ Հետո այդ իրավական հիմքն էլ է դատանում կոտրվում, բայց դա ժամանակ է բանանում, ժամանակ է տևում, միջև դա տեղի ունենալը, ճիշտ այնպես ինչպես հիմա սրբազանների գործում է տեղի ունենում։ Այդ իրավական հիմքը, բայց պիտի լինի ինչ որ բան, որի վրա կարողանան բոլոր քննիչները գործը կարել։ Հիմա պատկերացրեք ինչքան անհիմն էին բոլոր մեղադրանքները կաթողիկոսի նկատմամբ, սրբազանների նկատմամբ, որ հրահանգ է եկել մի ձև, մի հիմքով արգելել վեհապարին երկրից դուրս գալ, ուղղակի որպեսզի եկեղեցական կյանքը խոչընդոտվի, բնականon եկեղեցական կյանքի ընթացքը խոչընդոտվի, այդ դա է հակասահմանադրական, որովհետև սահմանության մեջ գրված է, որ եկեղեցին եւ իշխանությունները անջատ են եւ իշխանությունները որևէ գործիք, որևէ կերպ չեն կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք Կիրակի օրերին եկեղեցիների շրջափակում, զինված մարդկանց ներխուժում եկեղեցիներ, հավատավորները չեն կարողանում իրենց պատարակներին գնալ։ Երբեմն եկեղեցիներ, որտեղ քաղաքացիներին թույլ չեն տալիս։ Տարիներ շարունակ մարդը գնացել է կոնկրետ եկեղեցի, տարիներ շարունակ պատարակի։ Մեկը մի օր տեսնում է, որ Փաշինյանը իր ախրանիկներով այդ եկեղեցում է զինված ու իրեն թույլ չեն տալիս այդտեղ մտնել։ Հիմա էլ տեսնում ենք, որ որովհետև ուզում է նսեմացնել կաթողիկոսի նշանակությունը եւ դերակատարությունը, ուզում է ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել, ուզում է ասել, որ ես եմ իրավիճակի տեր, ուզում է ասել, որ ինձ պիտի ենթարկվի այս եկեղեցին, դա արգելում են մարդու տեղաշարժը անգամ ազատ։ Այն մեղադրանքները
գանձեր տեղափոխելու եւ այլն։ Հիմա հասկանում մոմերից սկսեցին մոմերի հարկերը չտալուց։ Հիմա եկել են գանձագողության։ Բայց նույնիսկ մոմերի մասով որևէ փաստական ապացույց չեղավ, այո։ այո։ Ամբողջ հարցը դա է, այսինքն տեսեք ինչպես են այս գործերը կարվում, բնականաբար սա հակասահմանադրականություն է, սա հակաօրինականություն է, սա այո, կարմիր գծերի հատում է հերթական, բայց ես ինչի եմ ուզում սրա վրա շատ ուշադրություն դարձնենք։ Սիրելի քաղաքացիներ, արդեն նախանշված են ընտրությունները ամսի 7-ին։ Սա ընտրությունների դեռ նախաշեմն է, երբ Փաշինյանը դեռ վախենում է, դեռ կաշկանդված է, որ կարող է այնպիսի քայլ անել, որը իր համար ընտրական վատ էֆեկտ կունենա, կզրկվի ինչ որ աջակցությունից, որը հիմա ունի։ Դուք պատկերացրեք, եթե Փաշինյանը մնա իշխանության, դա ինչ կանաչ լույս է լինելու իր համար եւ ինչ քայլեր է իրականացնելու, եթե հիմա այս կաշկանդված շրջանում ինքը գնում է այսպիսի գործողությունների։ Մեր քաղաքացիները պիտի իմանան, որ Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե այո է լինելու Ալիևի սահմանադրությանը, յուրաքանչյուր քվե այո է լինելու եկեղեցու դեմ արշավին, յուրաքանչյուր քվե այո է լինելու Հայաստանից նոր տարածքային զիջումներին։ Փաշինյանին այո ասել նշանակում է այո ասել, որ ձեր կողքը, ձեր հարևանությամբ, ձեր երեխաների հետ գան, ապրեն, դպրոց գնան ադրբեջանցիներ ու ստեղծվի Հայաստանում ադրբեջանական համայնք։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ եթե այս կաշկանդված փուլում, որ Փաշինյանը ամեն ինչ հաշվարկում է, ամեն ինչ փորձում է անել, առավոտը գնում Եվրոպայից օգնություն է խնդրում, երեկոն բենդ է հավաքում եւ բան է նվագում, համերգ է կազմակերպում, հետո իր ոչ վերջին քպեականը գնում է Ռուսաստան, ասում է, չէ դուք սխալ եք հասկացել հիբրիդային պատերազմ, որ ասում ենք Հայաստանի դեմ վարում են, դա ձեր հետ չենք։ Այս իրավիճակում, այսինքն ամեն ինչ փորձում են անել, որ մի ձայն ավել ունենան եւ կաշկանդված են իրենց գործողություններում, պատկերացրեք, երբ այդ կաշկանդումները վերանան, ընտրությունները անցնեն եւ եթե իրենք լինեն իշխանության, ինչպես ինքն ասում մանդատը ստանան, ինչեր են դրան հաջորդ։ Ինչպես Վաղարշապատում Փաշինյանը անչափես հաջորդ օրը ԿՊԱ-ականների իշխանություն վերցնելը մեկնաբանեց, որ շնորհակալություն քաղաքացիներ, դուք ինձ արտոնեցիք իրականացնել այն արշավը, որը իրականացնում եմ եկեղեցու դեմ։ Դուք դրան այո ասացիք, այսինքն ձեր ամեն քվեն Փաշինյանը մեկնաբանում է որպես Ալիևի եւ իր պայմանավորվածությունների իրագործման թույլ տվություն։ Սա է, որ մենք պիտի իմանանք։ Այս ընտրությունը իսկապես վերածվել է շատ ցավոք սրտի, բայց այս ընտրությունները իսկապես վերածվել են ինքնության պահպանման, Հայաստանում հայկական ինքնության պահպանման, դրա դեմ արշավի կանխարգելման կամ թողնելու, որ ավելի սանձարձակ կերպով այդ արշավը ընթանա, այդպիսի ընտրությունների, այսինքն հայ քաղաքացին պիտի ընտրի ինքը իր հայրենիքում հայկական ինքնություն կրելու է, թե չի կրելու, սահմանափակվելու է այդ ինքնությունը եւ դրա դեմ լինելու են հարձակումներ։ Այս եկեղեցու դեմ արշավը, կլինի դաշնակցության դեմ արշավը, մենք առանձին դրվագներով ենք անդրադառնում, բայց դրա հիմքը հայկական ինքնության դեմ արշավն է։ Ի վերջո Փաշինյանի այդ քայլերը թակելու են նաեւ հասարակ քաղաքացիների դռները, եթե չեն թակել։ Նույն թոշակառուների օրինակով, չէ՞, ինչպես շատ քաղաքական վերլուծաբաններ են նշում, նույն ասֆալտի փոսերով, ասֆալտ, այո, մեծագույն նվաճում է այս իշխանությունը։ Տեսեք, մի արհեստական դիլեմայի առջև են դրել մեր քաղաքացիներին ասֆալտ թե անվտանգություն։ Մեր քաղաքացին այդ կեղծ դիլեմայից պիտի դուրս գա եւ լավ ասֆալտ պետք է ունենա եւ անվտանգ պետք է լինի։ Ձեզ մի թողեք, որ ձեզ ընտրության առջև կանգնացնեն, ասֆալտ ես ուզում, թե ուզում ես բան խաղաղ ապրել։ Դուք պիտի եւ խաղաղ ապրեք, եւ անվտանգ ապրեք, եւ լավ ասֆալտ ունենաք։ Հիմա այս իշխանությունները մենք Երևանում ենք գտնվում եւ երևանցին հիմա տեսնում է այն ասֆալտը, որը թմկահարում էին, որ ասֆալտ են կարել, բարենորոգել ենք ճանապարհները, իրականում ինչ է եւ ինչ աստիճան կոռուպցիա է եղել, որ ընդամենը մեկ, այսինքն ձմռանը տեղումներ են եղել, սարսափելի ոչ մի բան տեղի չի ունեցել, չէ՞, դա բնականon է, բայց Երևանը առանց այդ էլ վերածվում էր քաոսի, երբ աշնանը անձրև էր գալիս կամ ձմռանը ձյուն էր գալիս։ Վենետիկի փողոցներն էր, պարզվեց, որ Երևանում ասֆալտը ձյունը քշում տանում է, երբ ձյուն է գալիս։ Այսինքն, սիրելի քաղաքացիներ, պատկերացրեք, էլի, ձեզ խափելով, ձեր հաշվին պարտքեր վերցնելով, ձեր աչքերին թոս փչելու համար իբր բերել են ասֆալտ են արել, դա արել են այն որակով, որ ձյունից հետո այդ ասֆալտը գոյություն չունի, հիմա էլի այդ ամեն ինչը աչքերին թոս փչելու համար, իբր շուտ վերականգնելու, իբր արագ արձագանքելու համար բերում են նույն անորակ այդ փոսալցումները անում են, որ հետո էլի ձեր հաշվին այդ անդադար վերանորոգվի, որովհետև այդ որակի աշխատանքը չի կարող երկարատև ծառայել։ Հիմա դա պիտի թողնենք մեզ վաճառեն որպես բացառիկ
բարեգործություն, դա պարտականություն է, ասում են դպրոց ենք սարքել, նախ հայտարարել են, որ 300 դպրոց պիտի սարքեին, 50-ն են սարքել, մի մասը վերանորոգել են, բայց դա պարտականություն է, բա ինչ պիտի անեին։ Այն բոլոր կառավարությունները դա կատարել են։ Դպրոցները պիտի քանդեիք։ Այո, Փաշինյանը իշխանության է եկել մի ժամանակաշրջանում, երբ ստրատեգիական ենթակառուցվածքներ կառուցված են եղել։ Փաշինյանը չի կառուցել Դավիթաշենի կամուրջ, չի կառուցել Դիլիջանի թունել, որևէ ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չի կառուցել։ Ասֆալտ մետրոյի մասին հայտարարել, քանի տարի է լսում ենք։ Ասֆալտ էլ չաներ։ Այսինքն 8 միլիարդ մեր պարտքը ավելացրել է։ Մենք հիմա պարտքի սպասարկման համար 2 անգամ ավելի շատ ենք վճարում, քան մեր առողջապահության բյուջեն է։ Հիմա ասֆալտ էլ չաներ, բա ինչ պիտի աներ այդ 8 միլիարդ պարտքը։ Մենք պիտի հարցնենք այդ 8 միլիարդով ինչ է սարել։ Ինչ ստրատեգիական ենթակառուցվածք է Պատասխանը հնչել է, բանակի համար զենք են գնել, ռոբոտ շնիկներ են գնել։ Այդ բոլոր հաշվարկները նախ տարբեր պատասխաններ են տանում։ Մեկ ասում են տալիս, մեկ ասում են ասֆալտ են կարել, մեկ ասում են դպրոց են կառուցել, մեկ ասում են զենք են գնել։ Հաշվում է, այդ բոլոր ծախսերը իրար հետ չեն կազմում այն թիվը, որը իրենք վերցրել են։ Այդ զենքերի գնումը այդ պետական պարտքի ավելացման 3-րդն է, 1/3 է։ Դրանք պաշտոնական թվեր են, պաշտոնական վիճակագրությամբ։ Եվ նույնիսկ զինվոր 1/3 է, մի կողմ են թողնում, դա ինչքան է մեր գնումներին համապատասխան, մեր կարիքներին համապատասխան, ներդաշնակեցված է մեր համակարգին, թե ամեն ինչ մի կողմ են թողնում, դա 1/3-ն է։ Ինչ ստրատեգիական ենթակառուցվածք է ավելացել։ Ասֆալտ են արել, ջուրը եկել քշել տարել է, նորից է ասֆալտ են անում ու տենց 10 անգամ, աշխարհում այնտեղ են հասել, որ տաքացվող ճանապարհներ են սարքում, էլ ձյանը խնդիր չի լինում։ Աշխարհում երկիր կա, որտեղ արդեն անցած տարի ճանապարհատրանսպորտային պատահարից ոչ ոք չի զոհվել։ Հասկանում եք ուր է հասել ժամանակակից տեխնոլոգիաները, եւ մենք դեռ Հայաստանում քննարկում ենք, ինչն ենք քննարկում, որ ձնից հետո փոսը բան է եղել, ասֆալտը քշել տարել է ձյունը։ Սա է հարցը, 8 միլիարդով դուք պատկերացնում եք Հայաստանում ինչ կարելի էր անել։ Ատոմակայաններ կարելի էր կառուցել, թրիփեր կարելի էր կառուցել։ Մենք թրիփի տարբեր հաշվարկներով շուրջ 300 միլիոն դոլարի պատմություն է թրիփով ենթակառուցվածքների ճանապարհի կառուցումը։ Մենք 8 միլիարդ վարկ ենք վերցրել ու Հայաստանի ամենագրավիչ հատվածը, որը մեզ ռազմավարական նշանակության երկիր է նաև դարձնում, որը մեր քաշային կատեգորիան բարձրացնում է երկրների շարքում, մենք տվել ենք կառուցապատման իրավունքով 99 տարի փաստացի այլ երկրի անհասկանալի տնտեսական շահերի դիմաց։ Եթե տնտեսական շահերը կային, այսինքն հաշվարկել են, որ միլիոնավոր դոլարների տնտեսական շահեր են լինելու։ Դժվար էր այդ 8 միլիարդից այդ մի քանի 100 միլիոնը դնել, այդ ստրատեգիական ենթակառուցվածքը ունենալ եւ ոչ թե 26% այդտեղից օգուտ քաղել, այլ 100% օգուտը մնար քեզ եւ ինքնիշխանության զիջում չլիներ, back office, front office չլիներ։ Այսինքն այս պետական պարտքի հաշվետվողականություն, թեպետ որ այս քաղաքականությունը պիտի վերանայվի ու ինչքան պարտք ենք վերցնում մեր երեխեքի վրա, ինչքան պարտք ենք դնում, մի հատ էլ պիտի անպայման հաջորդ իշխանությունը հաշվետվություն ներկայացնի, այս 8 տարիներին ուր է գնացել, որովհետև վերջում կարող է պարզվել, որ դա գնացել է մի քանի անհատի կյանքի էական տեսանելի անձն աչքով տեսանելի լավացմանը։ Էս է խնդիրը։ Նկատի ունեք կոռուպցիոն ռիսկեր կան։ Նկատի ունեմ, որ մենք 8 միլիարդը չենք տեսնում տեսանելի ինչ է ավելացել Հայաստանում, բայց անզեն աչքով տեսնում ենք մի քանի անհատների, իշխանական բուրգի վերևում գտնվող անհատների կենսամակարդակը ոնց է ավելացել։ Դուք Փաշինյանի շարասյունները տեսել եք։ 12-13 մեքենա է։ Ասենք որ 8 մեքենայով Փաշինյանը շրջի, դա ինչ որ բան կփոխի։ Դուք Արփինե Սարգսյանի շարասյունը տեսել եք։ Եթե Արփինե Սարգսյանը 4 մեքենայով, չգիտեմ, մի քանի մեքենայով չշրջի, դա բան կփոխի։ Մի մեքենայով կամ 2 մեքենայով որ գնա, Պատճառը ո՞րն է, վտանգ են զգում։ Այսինքն իշխանությունը վախեցած են, թե միգուցե ինչ որ վտանգ են զգում։ Այստեղ էլ մի հատ շատ կոնցեպտուալ հարց կա։ Իրենք անդադ փորձում են որ ներկայացնել իրենց դեմ հարձակումներ կան, իրենց ուզում են պատերի տակ գնդակահարել, իրենք ուզում են գլխատել։ Ես առնվազն մեր խմբակցության անունից եւ դաշնակցության անունից շատ ուղիղ ասեմ, երևի ամենամեծ վախերն էլ մեր հետ են կապված։ Դուք այդ արհեստական վախերը մի ներշնչեք մեր քաղաքացիներին։ Մենք ուզում ենք որ դուք կանգնեք արդար դատաստանի առջև, արդար ԿՊ-ական էլ չէ։ Ես չեմ ուզում որ ձեզ ԿՊ-ական դատավորներ ու ԿՊ-ական ձևով դատեն։ Ես ուզում եմ դուք արդար դատաստանի առջև կանգնեք ու պատասխան տաք ձեր արածների համար։ Ձեզ
արդար դատաքննություն է սպասում։ Դուք մի ժողովրդին փորձեք համոզել, որ ձեզ ուզում են գնդակահարել պատերի տակ ու դրանից ելնելով ավելացրեք ձեր ավտոշարասյունների թիվը, ձեր անձնական պաշտպանությունը։ Մեր նախագահի աշխատակազմին, նախագահի, որ բացիկներ է գրում եւ Ալիևին շնորհակալություն է հայտնում։ Գիտեք քանի միլիոնավոր դրամներ են ծախսվում։ Եվ դրա համար հերոս հարկատուն է։ Հիմա մեզ անդադ ասում են, որ եթե այսա չանենք, մեզ կպատերազմի Ադրբեջանը մեր դեմ, պատերազմ կսանձազերծի։ Ես բարձ հարց եմ տալիս, եթե Ալիևին շնորհակալություն չհայտնի Հայաստանի Հանրապետության նախագահը, մի քանի անգամ մեր դեմ պատերազմ կսկսեն, լավ կա պարտվել, այո, պարտվել ենք եւ ամենաուժեղ դիրքերում չենք, բայց ստորանալը ո՞րն է անընդհատ։ Ինչու մենք պիտի անդադ Ալիևին շնորհակալություն հայտնենք եւ ինչի համար, որ մեզ ֆաշիստ է անվանում, որ դատում է Հայաստանի քաղաքացիներին, որ Երևանն է պահանջում, որ ադրբեջանցիները այստեղ ուզում բնակեցնել, արևմտյան ադրբեջանցիներ են դվորում, որ ֆինանսավորում է արևմտյան Ադրբեջան Հայաստանի զավթելու կոնցեպտը, լավ հասկացանք պարտվել ենք, բայց անդադ պարկել եւ ասել եկեք վրայովս անցեքը ո՞րն է, այսինքն Ալիևին կարելի է, չէ՞, պարզ բան, շնորհակալություն չհայտնել հատկապես այն դեպքում, երբ քո գերիներին ինքը այնտեղ դատում է։ Ու երբ խոսում եմ գերիների մասին, Ռուբեն Վարդանյանին չեն դատում անձնապես, Դավիթ Իշխանյանին չեն դատում անձնապես, անգամ Արայիկ Հարությունյանին անձնապես չեն դատում։ Դատում են Հայաստանի Հանրապետությանը։ Մի պահ մտածեք, էլի, եթե Ալիևը ասում է սա Նյուրնբերգ է այդ դատավարությունը, ասում են, որ մենք նացիստներ ենք եւ ֆաշիստներ ենք, հաջորդը ինչ է լինելու այդ դրամաբանությունը։ Նացիստներին ու ֆաշիստներին մահվան էին դատապարտում։ Ոչ միայն դատում էին եւ մահվան էին, այլ Գերմանիան միջև հիմա Իսրայելին ռեպարացիաներ է վճարում, փոխհատուցում է վճարում։ Հասկանում եք, չէ՞, սա ուր է մեզ տանում։ Դա ասում է պատերազմական հանցագործությունների համար եւ երկրորդ կոմպոնենտը պարգևատրած հանցագործներին Ալիևը։ Եվ երկրորդ կոմպոնենտը, որ տեսեք, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ լվացել է Ալիևի ձեռքերը։ Այսինքն Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի փաստաբանը պիտի լինի, Հայաստանի ղեկավարն է, որ պիտի արդարացնի Ադրբեջանի բոլոր հանցագործությունները։ Միջև վերջերս Ալիևը կոռումպացված ավտորիտար ղեկավար էր, ով էթնիկ զտումներ էր իրականացրել, ում ձեռքերը արյունոտ էին, եւ դա, որովհետեւ մենք նաեւ փաստարկված միջազգային բոլոր ատյաններում այդ ներկայացնում էինք, հայցեր ունեինք։ Հիմա հերիք չի միակողմանի պայմանավորվել են հայցերը հետ քաշել, այսինքն Հայաստանը հետ է քաշել, Ալիևը շարունակում է հայերին դատել։ Կլիներ գոնե պայմանավորվին, որ բոլոր դատավարությունները ընդհատվում են այդտեղ։ Այսինքն եթե հայցերը հետ են քաշել, հայ գերիներին դատել ո՞րն է դրանից հետո։ Դեռ ադրբեջանցի այդ Հորինովի փախստականներին համադրում է արցախցիների իրենց բնական իրավունքը կիրառելու իրավունքին։ Մոռանալով ադրբեջանահայ փախստականներին 650 Հիմա դրանով կգանք, որ դա համատեղել չէ, բայց Ալիևին չեն ասում, որ էթնիկ զտում իրականացնող է, թույլ են տալիս, որ կոպը լինի Ադրբեջանում եւ լեգիտիմություն են շնորհում, չեն խոսում գերիներ պահելու մասին, Ալիևի կողմից եւ այդ սարսափելի տեսանների մասին, որ մենք տեսել ենք պատերազմական նկատի ունեմ։ Այսինքն եղած հանցանքների մասին չեն խոսում, նրան ներկայացնում են որպես տարածաշրջանում կայունություն բերող ուժ, կայունություն բերող ղեկավար եւ մի հատ շնորհակալություն են հայտնում։ Հիմա սա մեզ համար ընդունելի է։ Իսկապես Հայաստանը պիտի այս դեսքով ու այս առաջնահերթություններով բանակցային սեղանին նստի։ Հայաստանը պիտի բանակցային սեղանին օրակարգ չունենա, լավ ինչի մասին են այդ բանակցային սեղանին խոսում։ Բացի ադրբեջանական օրակարգային կետերից, որոնք ես կրկնում եմ, տարածքային պահանջներ են, որոնք Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պահանջներ են, Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ են, այսինքն Հայաստանի գործերին ներքին գործերին ուղիղ միջամտության։ Դե արդեն այդ միջամտությունը չկա, ուրիշ ինչ օրակարգ է տեղ քննարկվում։ Մենք պարզ բոլոր դիվանագետները, ովքեր փորձառություն ունեն, ասում են ինչ կարելի է այդտեղ քննարկել, նախ որ հումանիտար հարցերը պետք է բերվեն առաջնահերթություն։ Դա թույլ կտա քեզ ժամանակ ունենալ, նախ որ դու քո սեփական օրակարգը պիտի ունենաս եւ օրինակ Արցախայրի վերադարձի իրավունքը բանակցությունների նյութ պետք է դառնա, դա քո համար վահանի դեր անգամ կարող է ունենալ, անգամ այս պայմաններում, որ միջնորդներով է պետք բանակցել։ Հիմա այս իրավիճակում մի հատ էլ գալիս են Ալիևը ասում է սահմանադրությունը պիտի փոխեք այդ պայմանագիրը առանց դրա չեմ ստորագրելու, Հայաստանում ընտրություններից առաջ ասում են մարտին այդ նախագիծը կլինի։ Նախագիծը կհրապարակվի, կտեսնեք, որ դա այն տեքստն է, որը Ալիևն էր պահանջում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունները վերածել է սահմանադրական հանրաքվեի։ Ալիևի սահմանադրությանը
այո կամ ոչ ասելու հանրաքվեի։ Եթե իրենք սրան են վերածել, եթե սա նախերգանքն է, ուրեմն մեր հասարակությունն էլ պիտի հասկանա, որ իրեն հանրաքվե է սպասվում, եւ սպասվում է այո ու ոչի հանրաքվե, բայց այո ու ոչ ինչին այո կամ ինչին ոչ, Ալիևի սահմանադրությանը։ Այո, թե ոչ, էս է հունիսի 7-ին։ Ու մենք արդյոք մեր երկրում պիտի ունենանք սահմանադրություն, որոնց որ Ալիևն է պատկերացրել։ Առաջ Հայաստանի իշխանությունները մեղադրում են, որ ամեն մեկը իր համար սահմանադրություն է կարել իր հագով։ Մի կողմ թողնելով այդ մեղադրանքները որքան են իրավացի, որքան չէ։ Հիմա Ալիևի հագով իրենք սահմանադրություն են կարում ու ժողովրդին էլ մասնակիցն են դարձնում իրանց այս ծրագրին։ Էս է խնդիրը։ Այս ընտրությունների առանձնահատկությունը պետքա գիտակցել, պետքա հասկանալ, որ այո, ինքնության դեմ արշավը շարունակելուն այո ես ասում թե ոչ, Ալիևի սահմանադրությանը այո ես ասում թե ոչ։ Սա է մեր պատկերը, սա է իրավիճակը, ըստ սրա մենք պիտի կողմնորոշվենք։ Տիկին Վարդանյան, անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին, վերադասավորումներ են գրնում, ընդդիմության դաշտում տեղակայված կամ իրենց տեսնող ուժերը փորձում են որոշակի դաշինքներ կազմել։ Այս պահի դրությամբ ինչպես է գնահատում իրավիճակը, լավատեսական սպասումների առիթ կա։ Ես ոչ ուզում եմ լավատես լինել, ոչ վատատես, ես ուզում եմ մենք իրատես լինենք, ինքս դեմ եմ այդ վարդագույն ակնոցներով իրավիճակին նայելուն, բայց իրատեսորեն երբ նայում ես, տեսնում ես պատկերը, որ կա փոփոխության ռեալ հնարավորություն։ Ես միշտ քաղաքացիների հետ հանդիպմանը դա եմ ասում։ Դուք տեսեք Փաշինյանի ու իր թիմի գործելավոճը։ Իրենք փորձում են ինքնավստահություն ներշնչել, իրենք փորձում են ցույց տալ, կարծես որևէ խնդիր չունեն, բայց իրենց վարվելակերպը տեսեք։ Մի օր գնում են ԵՄ-ից են օգնություն խնդրում Հայաստանի ներքին գործերի միջամտելու շատ ուղիղ բառերով ասում են եկեք այստեղ այնպիսի սցենարի իրականացրեք, որպեսզի Մոլդովայում եք իրականացնել։ Հաջորդ օրը փոխում են իրենց 5 տարվա խոսույթը բառապաշարը Ռուսաստանի դեմ եւ ասում են, որ դուք սխալ եք հասկացել, ոչ մի հիբրիդային սպառնալիք էլ չկա, հատկապես դա Ռուսաստանից չի գալիս, հետո գնում են եւ այնտեղ մեղա են գալիս իրենց խոսքերի համար էականորեն տարբեր բառապաշարով խոսելով։ Գալիս են այստեղ առավոտը հերթական պոպուլիստական խոստումն են տալիս, երեկոյան համերգ են տալիս։ Ինչքան չիրականացված խոստում ունեն, բերել են այս 6 ամսում, ինչքան չիրականացված այցելություն ունեն, ընդունելություն ունեն, բերել են այս 6 ամսում, ուզում են տեղավորել։ Ոնց որ Թարսլիներ այս ձյունն էլ այս նախընտրական տարում եկավ, ասֆալտը քշեց տարեց, հիմա այս ասֆալտի խնդիրն է ավելացել այստեղ։ Այսինքն կաշվից դուրս են գալիս մի ձայն ավել հավաքելու համար։ Սա ինքնավստահ ուժի, որ հաստատ գիտի 50+ ունի, որ հիմա էլ ասում է մեծամասնություն եմ սահմանադրական ուզում ունենալ, այդպիսի ուժի վարքագիծ չի, սա մի ուժի վարքագիծ է, ով տեսնում է սոցհարցումները եւ տեսնում է, որ այո, որևէ ընդդիմադիր ուժ առանձին վերցրած իրենից ավել չէ, բայց ընդդիմադիր ուժերի գումարային արդյունքը, թիվը, աջակցությունը իրենց ունեցածից ավել է։ Եվ այստեղ է, որ մի հատ տեսեք էլի որց են արձագանքում անգամ ամենանոր խաղացողներին։ Ասենք ինչ խնդիր կա, տարբեր ուժեր հայտարարում են ընտրությունների իրենց մասնակցության մասին։ Հիմա ինչու է այդպես հիստերիա առաջացնում դա։ Ինչի է ամեն հերթական ուժի միավորման մասին հայտարարությունը ԿՊ-ն ոհմակային հարձակումով արձագանքում։ Դա ինքնավստահ ուժի պահվածք է, դա մեղադրում են ինչ-որ երրորդ երկրի շահերը առաջտանել։ Բոլորի բանը նույնն են մեղադրանքները։ Ռուսական շահ են սպասարկում, ավելի ուղիղ ասենք, էլի խոսակցային ռուսի շպիոններ են, ինքնիշխանությանը դեմ են, պատերազմական ուժեր են։ Հարցը առաջանում, այս քաղաքական դաշտում բոլորը եկեղեցուց սկսած մինչև ամենափոքր ուժ հանցավորներ են, հանցագործներ են, իրենք ոչ մի փաստ չունեն, իրենք սրբեր են։ Քաղաքական դաշտի սրբերը Նիկոլ Փաշինյանն է։ Դե ինքը ասում է, որ ինքը առնվազն հոգևոր կյանքով ապրող մարդ է, դա երևի դա է։ Եկեք սենց էլի Նիկոլ Փաշինյանը թիմը 7 տարի է ասում եմ, որ Աջափնյակ պիտի մետրոյի կայարան ունենար։ Եկեք հասկանանք, որ այս մարդկանց խոստումները բոլորը նույն ճակատագրին են արժանանալու։ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը ճիշտ այնպեսին է, ինչպես Աջափնյակի մետրոն։ Շատ են խոսում դրանից, չկա։ Նիկոլ Փաշինյանի տնտեսական զարգացումը ճիշտ այնպեսին է, ինչպեսին Աջափնյակի մետրոն է։ Շատ են խոսում դրանից, չկա։ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը ճիշտ այնպեսին է, ինչպես Աջափնյակի մետրոն է։ Ամեն օր խոսում են դրանից, դա չկա։ Վերջում վերածվել է քրեական գործի արդեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ինքը ինքնիշխան է, այո, ինքնիշխանություն բառը ամենաշատն են օգտագործում, ինչպես ամենաշատը խոսել են Աջափնյակի մետրոյի կայանից, բայց չկա դա, չկա, հասկանում եք, մի բան է խոսել,
մի բան է դա ապահովել։ Հիմա մենք պիտի հասկանանք, մենք խոսքերով ենք ուզում ինքնիշխանություն, այսինքն ուզում ենք օրը 600 անգամ ինքնիշխանություն բառ ասել, թե ուզում ենք ինքնիշխան լինել։ Ինքներս որոշել Հայաստանում որ ճանապարհով ենք գնում, ինքներս որոշել Հայաստանում ինչ սահմանադրություն ենք ունենում, տարական բան ասեմ։ Կամ ի վերջո Հայաստանի սուվերեն տարածքով ով ինչ պայմաններով է անցնելու։ Թե դա որոշում է այլև է, բայց դա անվանում ենք ինքնիշխանություն, այսինքն խնդիրը փաթեթավորումն է։ Այսինքն սիրուն փաթեթավորել սովորենք, ամեն ինչ հնարավոր է սիրուն փաթեթավորել, բայց մեջը ինչ կա։ Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, թե ուզում ենք խաղաղության մասին խոսել, խաղաղության մասին թվիթեր ենք ուզում անել եւ ստատուսներ գրել։ Նիկոլ Փաշինյանը 8-րդ տարին է իշխանության, 5 այդ թվում նաեւ խոշոր պատերազմ ու հարձակումներ են եղել Հայաստանի վրա։ Հիմա այս ուժը խաղաղությունից կարող է խոսալ, խաղաղություն կարող է ապահովել։ Այո, կարող է, բայց գերեզմանային խաղաղություն։ Նկատի ունեմ այնպիսի խաղաղություն, ինչպես Արևմտյան Հայաստանում է, ինչպես Արցախում է, խաղաղություն առանց հայերի։ Այո, կարող է ապահովել։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Վստահ եմ, այդ պայմանները կարող է շատ լավ ապահովել Նիկոլ Փաշինյանը։ Բայց մենք դա ենք ուզում, դա մեր ուզածն է։ Մենք ուզում ենք մեր սահմանները անառիկ լինեն ու մեր ընտանիքի անդամները, եղբայրները, հարազատները չզոհվեն, չէ՞ ոչ թե տան ավելի մոտիկ զոհվեն։ Հիմա էս է հարցը, ով կարող է սա անել։ Ի վերջո, մենք ուզում ենք իսկապես մարդ, որը երբ որ կգնա բանակցություններ, մենք չենք ամաչի, չէ՞ որ ինքն է գնացել, չենք վախենա, չենք սարսափի ինչ է խոսում։ Մենք շատ լավ պիտի հասկանանք, որ Հայաստանում ով ուզում է ղեկավար լինի, հաջորդ ամիսներին պիտի հանդիպի, այո, Էրդողանի, Ալիևի, Պուտինի, Թրամփի, աշխարհի երկրների ղեկավարների հետ պիտի բանակցություններ վարի, պիտի խոսի։ Հիմա սա լավագույնն է, ինչ որ մենք ունենք։ Արարատ Միրզոյանը մեր լավագույն բանակցողն է, Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ կարող մեզ ներկայացնի այս սեղանում։ Բոլորը, ովքեր մինչև այս պահ հայտ են ներկայացրել, շատ ավելի լավ տարբերակներ են, քան Նիկոլ Փաշինյանը։ Էս է հարցը, այսինքն մի կողմ թողնենք, ում ենք անձնապես ավելի համակրում, ում չենք համակրում, ում ենք սիրում, ում չէ, դա երևի ավելի ամուսնության դաշտի խոսակցություն է։ Ով կարող է մեր շահերը ներկայացնել, ով կարող է բանակցել այնպես, որ չամաչենք մենք, չսարսափենք։ Պարտադիր չէ, որ այդ քաղաքական գործչին շատ սիրենք կամ Դե ես անձամբ կարծիք ունեմ, որ սիրելը դա մոտերիմների, ընտանիքի անդամների համար նախատեսված կատեգորիա է։ Եվ ոչ քաղաքական կատեգորիա։ Քաղաքականությունը մենք պիտի ում կարող ենք պատվիրակել բանակցություններ, կայունություն, երկրում խաղաղություն։ Այսինքն մենք խոսում ենք անդադ սահմանների խաղաղության մասին, որը չկա։ Ժամանակավոր հրադադարը Ալիևի կամքից անկախ։ Նիկոլ Փաշինյանը 22-ին հայտարարում էր, այդ վիդեոն կարող ենք անգամ տեղադրել այստեղ զուգահեռ, որ անպայման պայմանագիրը, որը կնքվում է, պիտի ունենա երաշխավորներ, այլապես կարող է այնպես ստացվել, պայմանագիրը ստորագրելուց 12 օր հետո պատերազմ բանանի սանձազերծի կողմերից մեկը եւ այո, ոչ մի խոչընդոտ այդտեղ չի լինի։ Հիմա ուր է Նիկոլ Փաշինյանի երաշխավորները եւ երաշխավորման մեխանիզմները ուր են։ Այսինքն մեր խաղաղությունը Ալիևի կամքից է կախված, մի օր վատ տրամադրությամբ արտնանա, Մեհրիբանը ինչ որ բան ուզենա, կամ չգիտեմ, ինչ որ խնդիր լինի Ադրբեջանում, որ կարիք լինի իշադրություն շեղել, վերջանում է այս ամեն ինչը։ Մենք այդպես ենք, ես հասկանում եմ ինչքան գրավիչ է խաղաղությունը եւ ես ինքս եմ դա շատ ուզում, բայց ես ուզում եմ իրական խաղաղություն, մանավանդ որ դրա համար ամենաթանկ գինն ենք վճարում մենք։ Կլինի ապրանքը, որ ձեռք ենք բերում, փուչիկ չլինի։ Սա է հարցը, սա է Այստեղ է ընտրությունը ու այստեղ պիտի հարց տանք ով կարող է դա բերել։ Մարդը, ով անդադ ճգնաժամեր է ստեղծում, այսինքն ճգնաժամաստեղծ ուժ է։ Մի իսկապես Երևանի փողոցներից նայեք, մինչև Կիրակի օրերը այս եկեղեցական կյանքի դեմ արշավանքը ու ճգնաժամերը հոգևոր կյանքում մեր, մինչև ճգնաժամը սահմաններին։ Ու հարցն է, այս մարդը արտաքին խաղաղություն, առավել եւս ներքին խաղաղություն կարող է բերել։ Տիկին Վարդանյան, քանի որ նորից եկեղեցու թեման շոշափեցիք, ուզում եմ անդրադառնալ մի շատ մտահոգիչ հայտարարության, որ արեց Ալեն Սիմոնյանը։ Նա Դոժձին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մեջ կան 4-ից 5 հոգի, ովքեր մանկապիղծ են, եւ այդ առիթով քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ կարող է նրանց քննադատել կամ էլ իրավապահ համակարգը որոշակի գործողություններ ձեռնարկել, արդյոք դա կարելի է համարել եկեղեցու դեմ հարձակում, թե ոչ։ Որ անպատասխանատու հայտարարություն ես անում, քեզնից բացատրություն եմ պահանջում, պատասխան եմ պահանջում քո հայտարարությունների համար, ստիպված ավելի մեծ սուտ ես հորինում է։ Ասում եմ սուտը ինչքան իրականության համապատասխան չլինի, այնքան արժանահավատ կլինի։ Դեպ Գեբելսն էր այսօր դա ասում, հիմա այդ պատմության մեջ ենք մենք, մոմերից ուր հասան։ Վերջում եկեղեցին դուք մեղադրում եք եկեղեցականներին մոմերի հարկերը չտալու համար, թե մանկապղծության մեջ մի հատ կողմնորոշվեք, կարծում եմ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը նպատակ ունի Overtron-ի հերթական պատուհան բացել, թեմա գցել, որ քննարկման առարկա դառնա, եթե այդպիսի որևէ դեպք է եղել,
Դրան, ոնց ասեմ, իրավապահ համակարգը պիտի արձագանքած լիներ, այդ մարդիկ պետք է հանցակից չեն դառնում իմանալով իրավապահները եթե այդպիսի դեպք կա, չգիտեմ Ալեն Սիմոնյանին ոնց է դա հայտնի դարձել, այդ ինչ տեղեկություններ, ընդհանուր տեղեկություններ ասած կիսվող դաշտ կա, որի մի մասն է ինքը այտենց տեղեկություն գիտի, որոշել է առաջինը դոժձին ասել, չգիտեմ դա ինչ տրամաբանություն։ Օտար երկրի ալավրատի միջոցին։ Եթե այդպիսի տեղեկություն կա, իրենք կոծկել են, որ հարմար պահին դա հրապարակեն, իրենք հանցանքից են այդ հանցագործությանը։ Ես Ալեն Սիմոնյանի հետ կոչ եմ անում գնա առաջին մոտիկ ոստիկանության բաժին ու հաղորդումներ կազմի հանցագործության մասին։ Ինչ է նշանակում իդեպ այդ հայտարարությունը առաջին անգամ Աննա Հակոբյանն է ստատուսով գրել։ Ամիսներ առաջ։ Մայիսի կողմերը, այո։ Ու դրան ինչ է հաջորդել։ Որևէ հոգևորական կա, որ այդ հոդվածով նստած է։ Այսինքն զրպարտություն է, թե եկեղեցու դեմ արշավը արդարացնելու անբարոյական փորձ է։ Անբարոյական փորձ պիտի արդարացնեն, չէ՞, հիմա գնալով ավելի մեծ բան են հորինում, որպեսզի մարդիկ սարսափեն ու չպաշտպանեն ապօրինի կալանքի տակ գտնվող, ապօրինի հետապնդվող սրբազաններին, եկեղեցուն, մեր վեհափառին, ու տեսնում ենք, որ գնալով այո ստերը մեծանում են, բայց հիմքերը գնալով նվազում են, ոչ մի բան չեն կարողանում ներկայացնել։ Ես էլի եմ կրկնում, հələ տեսեք ինչ մեղադրանքներ են հնչեցնում, ու ինչի հիման վրա են ամենայն հայոց վեհափառի ելքը կամ տեղաշարժը արգելում։ Իսկ սրանք համարժեք բաներ են։ Ոնց կարելի է այդպիսի մեղադրանք ունենալ, բայց գործ հարուցել հոգևորականների նկատմամբ այն հիմքով, որ փաստացի իրենց աշխատակցին ազատել են աշխատանքից։ Իսկ Հայաստանում որևէ կորպորացիա, եթե օրինակ իր տեխնոկրատ լեզվով խոսեմ, էլի PR department head-ին, PR department-ի ղեկավարին, ազատի պաշտոնից կամ տեղափոխի։ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ կորպորացիա ասի դու հակաօրինականություն ես արել, միջև պիտի վերականգնես, թե չփակում եմ քո կորպորացիան կամ պիտի տնօրեն հրաժարական տա։ Ո՞նց է այդպիսի բան հնարավոր։ Այսինքն եկեղեցու բնականon կյանքով եկեղեցու օրենքին օրենսդրության տնօրինումներ են եղել։ Հիմա դրա համար մարդ քրեական գործ կառուցված ու մարդկանց տեղաշարժը սահմանափակված է։ Ու այսպիսի անպատասխանատու հայտարարություններ, որովհետև էլ ինչ պիտի ասեմ, բա ոնց հիմնավոր են իրենց վարքը։ Ոչ են ասելու մեզ այլև ասել է եկեղեցու հարցերը գնալուցի։ Ոչ են ասելու սա ինքնության դեմ պատերազմը, մենք էլ բանն ենք, մասն ենք կազմում։ Բա ինչ պիտի ասեն։ Գնալով ավելի սարսափել է։ Հիմա հաջորդը ասելու են երեխա են կերել, մենք տեսանյութերը ունենք։ Բնականաբար այսպիսի հայտարարություններով հասարակության պիտի հետ պահեն այն աջակցությունից, որը ունի ամենայն հայոց վեհափառը եւ եկեղեցին աշխատում է ինչն է աշխատ հայտարարությունները այստեղ որ ինչ որ զանգվածի վրա ազդեցություն կարող են ունենալ ի վերջո իրենք ունեն այդ քարոզչական համակարգը այստեղ չեմ ուզում վարդագույն ակնոցներով նայել բայց մի պարզ բան եմ ուզում մեր բոլոր քաղաքացիներին այդ թվում նաեւ հավատացողներին ասել այ օրինակ կաթոլիկ եկեղեցում իսկապես փաստերով բացահայտվել են մանկապարտության դեպքեր, իսկապես սարսափելի հանցագործություններ են թվերը սարսափելի են, շղթա է բացահայտվել բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ, որը հավասար է մեր սրբազանի դասին։ Որևէ երկրի ղեկավար ԱՄՆ-ում է կոնկրետ բացահայտվել, ԱՄՆ որևէ նախագահ, որևէ պաշտոնյա, որևէ վիրավորականին մոտ արտահայտություն Հռոմի Պապի հասցեին, մուտքի արգելք օրինակ ԱՄՆ-ել չեմ ասում, որևէ այդպիսի դեպք չի եղել, հասկանում եք, այստեղ ենք մենք տեսնում նպատակը ո՞րն է, նպատակը իսկապես որևէ հանցագործություն ենթադրյալ, որ եղել է, բացահայտել է եւ պատժելն է, թե կոնկրետ վեհափառի դեմ արշավը։ Այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհում ուրիշ ղեկավար չի գտնի, որ որևէ կրոնական կառույցի ղեկավարի նկատմամբ նման հայտարարություններ է արել, հենց Ադրբեջանից պահանջում են Հայաստանի եկեղեցու սանձերը քաշել մեղմ ասած, որովհետև հայկական ինքնության համար, իրավունքների համար բովանդակ հայ ժողովրդի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս, մեկ էլ այս արշավն ենք տենում այս հայտարարությունները։ Իսկապես հաջորդը ինչու են մեղադրելու։ Հաջորդը որ բան անհանդուրժելի մեղքում են մեղադրելու կամ որ կարմիր գիծն են այո անցնելու ինչպես շատերն են նկատում բոլորը այս հարցի պատասխանն է բոլորը եթե հասկանում եք եկեղեցին համակարգ է փակ համակարգ է որտեղ յուրաքանչյուր մարդով մուտք է գործում համաձայնություն է տալիս այդ փակ համակարգի կանոններին ենթարկվելու ես դա նաև շատ լավ գիտեմ որտեղ ես էլ ինքս այլ համակարգի մաս եմ ու գիտեմ որ համակարգը ունի ներքին օրենքները ինչպես ընտանիքը ունի ներքին օրենքները եւ եթե դու մտնում ես այդ համակարգ պարտավորվում ես հետևել համակարգի կանոններին դու պարտավորվում ես ինչպես ընտանիքը ամեն մեկ ունի իր օրենքները
իր կարգուկանոնը այնպես էլ այդ համակարգերը։ Նա եթե Նիկոլ Փաշինյանը ամենամեծ համակարգերին գլխատուն է եւ իր օրենքներն է պարտադրում, հասնելու ամենափոքր համակարգերին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այսուհետ պիտի որոշի ում ընտանիքի հայրը ինչ վարքագիծ պիտի դրսևորի, ինչն է թույլատրելի, ինչը թույլատրելի չի, ում ընտանիքի երեխան ինչպիսի վարքագիծ։ Ինչ բոլշևիզմ է։ Դե ասում էր, չէ, ոչ ոք չի պլստալու։ Եկեք այն ավելի լավ այնպես անենք, որ ինքը մեզնից չպլստա եւ իսկապես բոլոր սոցիոլոգիական հարցումները ու ԿՊ-ի հիստերիկ արձագանքն էլ տեսեք, որ դրա մասին է վկայում, որ Հայաստանում փոփոխության հնարավորություն կա։ Այո, մի ուժ չկա, որ միայնակ կարող են այդ փոփոխությունը բերել, բայց տարբեր ուժեր արդեն իսկ ձևավորված կամ ձևավորման փուլում գտնվող բոլոր հարցումները եւ մեր բոլոր շփումները ցույց են տալիս, որ այդ ներուժը կա, այսինքն այդ ռեալ հնարավորությունը կա եւ գուցե սա ամենառեալն է այս տարիների ընթացքում։ Դրա համար մեզնից պահանջվում է մասնակցություն այդ քաղաքական ամենակարևոր իրադարձությանը եւ թույլ չտանք, որ Փաշինյանը մեր փոխարեն որոշի այս ամեն ինչը։ Եվ յուրաքանչյուր ընտրողի ձայն որոշիչ է։ Յուրաքանչյուր ընտրողի ձայն ոչ միայն որոշիչ է, այլ հենց այդ յուրաքանչյուր ընտրողի իր պատասխանատվության բաժինը ստանձնելուց է, որ Փաշինյանը ամենաշատը մտահոգվում է։ Դրա համար էլ մարդկանց անդադ ուզում է ասել, որ ամեն ինչ ձեր փոխարեն որոշված է, փոփոխություն մեկը չի լինելու, համար քիչ է մնում ասեն անիմաստ եք գնալու ընտրության, մի գնացեք, մնացեք տանը։ Իրականության մեջ հենց այդտեղ, եթե այդքան ձեզ քարոզում են դա, ուրեմն փոփոխության հնարավորությունը հենց այդտեղ է։ Ամեն ինչ կարող եք որոշել դուք, այո դուք կարող եք, մենք միասին կարող ենք ու դա պետք է անել։ Այդ ուղղությամբ ամեն ջանք պետք է գործադրել։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր ՀՅԴ անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Կհանդիպենք վաղը։